Եվ սա զուգադիպություն էր, թե ոչ, ես չգիտեմ իհարկե, բայց հետաքրքիր եղավ այսօրվա մեր հարցազրույցների շարքի զարգացումները, որովհետև սկսել էինք կրթական ծրագրից խոսել, հետո գնացինք դեպի ֆանտաստիկ սիրուն ժամանցային իրավիճակների մասին խոսելով եւ հիմա ամփոփելու ենք կրկին հետաքրքիր մի կրթական նախաձեռնությամբ, այնպես որ այս կարևոր թեմայի մեջ ենք մենք դեռ երիտասարդական քաղաքականության նոր օրենքով եւ կառավարության ծրագրերով Հայաստանը մտնում է երիտասարդների համար նոր հնարավորությունների փուլ։ Մարզերում երիտասարդական կենտրոնների թիվը կհասնի 25-ի եւ թե ինչ կարևորությունների վրա է հատկապես դրված այս ծրագրում շեշտադրումները մենք իհարկե կտեղականանք մեր հյուրերից։ Մեր տաղավարում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ Դուկո երիտասարդական կենտրոնի հիմնադիր Արթուր Ղազարյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն այս հնարավորության համար։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք եւ պատմեք մեզ ինչ հնարավորություններ եք պատրաստվում ընձեռել երիտասարդներին եւ ինչ նախագիծ է սա, կարծես 2025 թվականից է մեկնարկել նախագիծը, եթե չեմ սխալվում։ Շնորհակալություն։ Իրականում ծրագիրը մեկնարկել է ավելի վաղ, կառավարության 21-26 թվականների գործողությունների ծրագրում կար այսպիսի թիրախ, որ 26 թվականի վերջին մենք ունենանք 25 երիտասարդական կենտրոններ Հայաստանի տարբեր մարզերում, սա կենտրոններ են կամ տարածքներ են երիտասարդական, մեծ հաշվով միջավայրեր են, որոնք ստեղծվում են պետություն, ոչ պետական կազմակերպություն եւ տեղական ինքնակառավարման մարմին թիմ երրակողմ համագործակցությամբ եւ շատ ճիշտ է 25 թվականին, երբ որ մարտին ընդունվեց երիտասարդական քաղաքականության մասին օրենքը, որն իդեպ ոլորտը կարգավորող անդրանիկ օրենքներ Հայաստանի Հանրապետությունում, այդտեղ հստակ ամրագրումներ կային թիմերի եւ մյուս դերակատարների դերի մասին, թե ինչպես ձևավորեն երիտասարդական կենտրոններ։ Ու մենք իսկապես լիահույս ենք, որ այս տարի 25 կենտրոնը ստեղծելուց հետո մյուս տարիներին եւս մեր թիմերը ել ավելի նախանձախնդիր կլինեն եւ Հայաստանում ավելի արագ տեմպերով կձևավորվեն երիտասարդական միջավայրեր, հատկապես մարզաբնակ երիտասարդների համար, որտեղ այդ խնդիրը ավելի ակտուալ է։ Այստեղ կա հետաքրքիր մի արտահայտություն, որ այս ծրագրի շնորհիվ կխթանվի երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։ Եկեք հասկանանք ինչ կարևոր ոլորտների մասին է նա խոսքը, որտեղ պիտի ակտիվանան մեր երիտասարդները եւ դրանից բխող ինչ կարևոր որոշումների նաեւ։ Շատ բարի։ Ուրեմն ընդհանրապես կենտրոնները ինչ են իրենցից ներկայացնում, դա հետաքրքիր նորարարական լուծումներով կահավորված ֆիզիկական տարածք է առաջին հերթին, որտեղ համայնքի երիտասարդները հավաքվում են թե կենտրոնի կողմից պլանավորված միջոցառումների մասնակցելու, թե ինքնաբուխ իրենց կողմից նախաձեռնվող տարբեր միջոցառումների։ Դա մի վայր է, որը իրականացնում է ակումբային ծառայություններ, ինտելեկտուալ ժամանցի հետ կապված տարբեր մշակութային միջոցառումներ եւ ընդհանրապես մասնակցության հետ կապված մենք հավատում ենք, որ երիտասարդները մասնակցելով տարբեր տեսակի կրթական, մշակութային քննարկումների եւ միջոցառումների, իրենք որպես քաղաքացի կայանում են, մեծացնում են իրենց գիտելիքները, իրենց հմտություններն են զարգացնում եւ կայանում են որպես քաղաքացի։ Դրանով էլ մեր կենտրոնները, երիտասարդական կենտրոնները խթանում են երիտասարդ քաղաքացիների որպես արդեն պատասխանատու քաղաքացի կայացմանը, ինչպես նաեւ դրանից դրա հաջորդ ոնց որ տրամաբանական փուլը իրենց մասնակցությունն է որոշումների կայացմանը տեղական մակարդակներում եւ ոչ միայն։ Այստեղ նաեւ կարեւոր է նշել, որ սա նաեւ խթան է հանդիսանում մարդու ինքնարտահայտվելու կարողությունը ավելի հաստատելու եւ ամրապնդելու, ինչը շատ կարեւոր է։ Ու նաեւ հետաքրքիր է կապը ինչպես է դասավորվում մարզային ու քաղաքային երիտասարդների միջեւ, որովհետեւ սա կրում է ամբողջ Հայաստանի Հանրապետության մասշտաբով այս նախաձեռնությունը, ինչ ակտիվ կապ են հաստատում նրանք միմյանց հետ։ Այդ հարցին ես փորձեմ պատասխանել մի փոքր լրացնելով գործընկերոջս ասածը, որ շատ կարևոր շեշտադրումներ արեց պարոն Ղազարյանը։ Իսկապես մենք
հավատում ենք, որ ինտելեկտուալ ժամանցին զուգահեռ, որը եւս իհարկե կարեւոր է, բայց երիտասարդական կենտրոնները կհանդիսանան այն միջավայրը, այն հարթակը, որտեղ մեր երիտասարդները նաեւ միասին կզարգացնեն իրենց կարողունակությունները, այդ թվում որպես քաղաքացի դրսևորվելու կարողունակությունները։ Այսինքն կզգան, կհավատան իրենց ուժերին, որ իրենք շատ կարեւոր է իրենցից յուրաքանչյուրի մասնակցությունը, որպես թիմ հանդես գալու հմտություններ եւս կձևավորեն եւ դրանով նաեւ կամավորության միջոցով տարբեր արշավներին մասնակցության միջոցով նաեւ ծառայություններ մատուցողների ու հանրային իշխանության ներկայացների հետ երկխոսության միջոցով կկարողանան իհարկե զարգացնել այդ առաջնորդության, բանակցային, բանավեճային եւ շատ այլ կարեւոր հմտություններ, որոնք իհարկե իրենց որպես արդեն իրավագիտակից եւ պատասխանատու քաղաքացիներ հանրային կյանքի ներգրավման հնարավորությունները կընդլայնեն։ Այսինքն չի բացի իրենց այդտեղի գործունեությունից իհարկե իրենք կյանքում շատ այլ դերակատարություններ կստանձնեն այս կամ այն հանրային որոշումների կայացման, այս կամ այն դերակատարման դերում, հա, քաղաք հասարակության, հենց հանրային իշխանության եւ այլն։ Մենք կարծում ենք, որ նայեք, քանի որ ինքը մասնավորի կողմից է ստեղծվում, այսինքն ոչ պետական կազմակերպություն, ի վերջո մրցակցային հիմունքներով են ստեղծվում, այսինքն պետական բյուջեից, երբ որ մենք հատկացնում ենք դրամաշնորհներից, դա մեկ կենտրոնի հաշվով միջինում 26 միլիոն դրամ է կենտրոնների ոնց որ ստեղծման, այսինքն կահավորման, վերանորոգման եւ այլ վերազինման, հա, դիցուք տեխնիկա վերազինման համար, այդտեղ ակնկալում եմ իրենք քան որ մրցակցային են, մենք խնդիր ենք դրել, որ թիմից տեղական ինքնավար մարմնից բերեն այսպես ասած հաստատում կամ հանձնառություն առայն, որ որոշակի ժամանակահատվածով, եթե տարածքը հատկապես համայնքն է տալիս, համայնքը այդ տարածքը իսկապես այդ նպատակին կտա, նաև ընթացիկ ծախսերի եւ այլ առումով կենտրոնների բնականon գործունեության համար կաջակցի։ Հետևաբար ստացվում է, որ մենք չգիտենք, որ համայնքներից են գալու հայտերը, որովհետեւ դա մասնավորի նախաձեռնությունն է, բայց իհարկե այն համայնքները, որոնք ավելի նախանձախնդիր են, այդտեղ բնականաբար շանսերը ավելի մեծանում են օբյեկտիվորեն։ Մենք որ դրամաշնորհային հանձնաժողովը այդ նիստը անում է, նայում է այդ չափանիշով եւ եթե դիցուք Դիլիջանի օրինակը բերենք, մեր համայնքները խոշորացված համայնքներ են, ստացվում է այդտեղ կան եւ Դիլիջան քաղաքի բնակիչներ եւ հարևան գյուղերի եւ արդեն ինքնին այդտեղ կա որոշակի, այդպես ասած, տարբեր բնակավայրերում ապրող երիտասարդների միջև ինտեգրում, իսկ եթե խոսում ենք արդեն նախարարության տեսանկյունից, մենք փորձում ենք եւ երիտասարդական էքսպոների եւ տարվա երիտասարդական մայրաքաղաքի տարբեր այլ միջոցառումների միջոցով խրախուսել ցանցային համագործակցությունը գործող կենտրոնների միջև, այդ թվում հենց երիտասարդների մակարդակով, փորձի փոխանակում եւ այլն եւ այլն։ Նշեցիք, որ սա մասնավոր նախաձեռնություն է, կարող ենք եզրակացնել, այսինքն, որ նախարարությունը չի որոշում, որ քաղաքներում եւ որ համայնքներում կենտրոնները երիտասարդական բացվեն։ Եվ այս դեպքում ինչ չափորոշիչներով են ընտրվում քաղաքները եւ ովքեր են որոշում կայացնում, որ քաղաքներում հենց պիտի երիտասարդական կենտրոնները բացվեն։ Ստացվեց ես ներողություն մենք նախարարությունում ունենք ձևավորված դրամաշնորհային հանձնաժողով, ինչպես բոլոր մյուս պետական բյուջեով ֆինանսավորող ծրագրերի միջոցառումների պարագայում եւ այդ հանձնաժողովի որը նախագահում եմ ես որպես ոլորտը համակարգող փոխնախարար, մենք մի քանի չափանիշներ ունենք, մասնավորապես այն համայնքներում, որտեղ արդեն ձևավորվել են երիտասարդական կենտրոններ, երկրորդ կենտրոնը այս մինչև 26 թվականի տարեվերջ, օրինակ դիցու 26 թվականի բյուջեով չի կարա ֆինանսավորի երկրորդ կենտրոն, հենց նույն Դիլիջանում, քանի որ խնդիր կա, որ գոնե ամեն համայնքում մի հատ լինի, հա, այս մի խնդիր է։ Երկրորդը մենք Երևանն ենք դիցուք հանել, այն տրամաբանությամբ, որ մարզերում այդ խնդիրը ավելի ակտուալ է։ Եվ իհարկե, ինչպես նշեցի, մի քանի այլ հանգամանքներ կան, առաջինը որ թիմը դա հանձնառություն որ ինքը կաջակցի եւ հիմա էլ աջակցում է, նայում ենք իհարկե որ այդ ոչ պետական կազմակերպությունը որ դիմում է, ինչքան նման փորձառություն ունի եւ ծրագիրն ենք նայում, հա ինչպիսի ծրագիր է ներկայացնում եւ նաեւ իր նախընթաց փորձառությունը եւ ինստիտուցիոնալ կարողությունները այդ աշխատանքը տանելու։ Ու եթե թույլ տաք համացուն անել դիցուք նախկինում էլ կենտրոններ կային, այս կենտրոնների հաջողության բանալին այն
որ եթե շատ sense անկեղծ ու բարձ բառերով ասեմ, մենք հավատում ենք, որ կարող է հաջողել այն կենտրոնը, որը հենց ոչ պետական կառույցն է աշխատացնում, դիցուք Պարոն Ղազարյանի ղեկավարած կառույցը, Դիջյանի երիտասարդական նախաձեռնության կենտրոնը, բայց որը անպայմանորեն ունի թիմի աջակցությունը եւ իհարկե պետական բյուջեի միջոցներով մենք եւ սնուցում ենք, այսինքն եւ պետությունը ոնց որ մեկ քայլ առաջ գնալով փորձում է կենտրոնական բյուջեից, այդ գումարները տալ ստեղծման մասով եւ իհարկե այդուհետ ԿԳՄՍ-ն մեր նախարարությունը որպես պետական լիազոր մարմին երիտասարդական քաղաքականության գծով իրենց տրամադրում է մեթոդական աջակցություն, ցանցային համագործակցություն եւ նաեւ ներգրավում է միջազգային տարբեր ծրագրերի մեջ եւ այլն եւ այլն։ Այսինքն երրակողմը պետք է ապահովի, բայց ամեն մեկը պետք է անի այն, ինչ ինքը ամենից լավն է անում։ Այսինքն տվյալ դեպքում կարծում եմ, որ տեղերում լավ կենտրոն աշխատեցնելու այդ միջավայր պահելու առումով լավագույնը հենց մեր մարզային կառույցներն են, տվյալ դեպքում Պարոն Ղազարյանից կառույցը Դիլիջանում։ Շատ լավ եւ գնալով դեպի ամփոփում, խնդրում եմ կարճ ներկայացնել ինչ կարևոր նորություններ ունեն կապված միջազգային կրթական ծրագրերի եւ սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածության հետ կապված։ Էլի Կրկին դուք եք պատասխանում, շատ լավ։ Եթե ուզում եք հարցը փոխեք Պարոն հյուրընկալենք մի լավ առիթով։ Մենք շատ տարբեր ծրագրեր ունենք մեր սփյուռքահայ երիտասարդների համար, ինչպես գիտեք, մենք տարեկան ունենք 70 կրթաթոշակային տեղեր անվճար, որ պետական բյուջեից տրամադրվում են, որպեսզի հայ գիտական առարկաներով մեր սփյուռքահայ հայրենակիցները սովորեն։ Նաև իհարկե մենք հարցը շատ տարողունակ էր իհարկե, բայց մենք սփյուռքի մեր երիտասարդները կարողանում են ընդունվել ինչպես մասնակցելով միասնական ընդունելության քննություններին, այնպես եւ մասնակցելով օտարերկրացիների այդպես հատուկ կարգա 700-ն որոշմամբ նաեւ այդ ծրագրով կարող են մասնակցել եւ փաստորեն իրենց հնարավորությունը մեծանում են Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու առումով։ Ինչ վերաբերում է մեր երիտասարդների համար միջազգային կրթական ծրագրեր ընդլայնելուն, կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարությունը հետևողականորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Մենք կրթաթոշակային ծրագրեր ունենք տարբեր երկրների հետ՝ Չինաստան, Հորդանան, Ռումինիա, Բուլղարիա, Ռուսաստանի Դաշնություն եւ այլն, եւ Վիետնամ անգամ, եւ շարունակաբար դա ընդլայնում ենք։ Մենք իհարկե ուզում ենք, որ Հայաստանն է այն տեղը եւ մենք ակտիվ բարեփոխումներ ենք անում բարձրագույն կրթության ոլորտում, մեր երկիրը դիրքավորելու եւ լավագույն այդ կրթություն ստանալու առումով լավագույն երկրների ցանկում ներգրավելու առումով, բայց միևնույն է կարծում ենք, որ երիտասարդների համար պետք է հնարավորություններ ընդլայնվեն եւ հիմնականում փոխադարձության հիմունքներով այդ հնարավորությունները տալիս ենք։ Եվ շատ կարճ Այնուամենայնիվ ես ուզում եմ հարց տալ պարոն Ղազարյան, որպես արդեն արմատապես ձևավորված երիտասարդական կենտրոն այս ծրագրի շրջանակներում, ինչ պլաններ կան 2026-ին եւ ինչ եք նախատեսում, ինչ միջոցառումների շարք եւ իրադարձություններ կան Դուկոյում։ Դուկո մեր երիտասարդական կենտրոնի անվանումը ինքը Դիլիջանի հետ կապ չունի, sense կարճ դիտարկում։ Դուկո լատիներեն նշանակում է ես առաջնորդում եմ եւ մենք փորձեցինք այսպես կրեատիվ անուն ունենալ։ Միջոցառումները բազմաբնույթ են, սկսած մշակութային միջոցառումներից, քաղաքացիական կրթության, ոչ ֆորմալ կրթության, մենք ակտիվորեն համագործակցում ենք ՄԿՈ հաստատությունների հետ նաև, որ เป զի քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների նույնպես տարբեր կրթական հնարավորություններ տանք, արտասահման գնալու, հյուրընկալելու մեր կենտրոններում նախորդ տարի 10 երիտասարդներ Տավուշ եւ Գեղարքունիքի մարզից Սլովակիայում 80-օրյա internship են ունեցել։ Այս տարի շատ են միջոցառումները, էլի ոնց որ ավելի շատ ներգրավելու երիտասարդներին, մասնակիցը դարձնելու եւ իրենց կարիքի հիման վրա հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելն է դիտակետում։ Սկսել են երիտասարդական բանկ ծրագիրը, որը էլի երիտասարդների ֆինանսական եւ փոքր դրամաշնորհներ տալու գրագիտության հետ կապված ծրագիր է, դա ամբողջական հենց երիտասարդական կենտրոնի ծրագիրն է եւ մենք ամեն ինչ անում ենք, որ կենտրոնները իրենք կայանան։ Ճիշտ է, մենք ունենք որպես ավելի ավագ գործընկեր մեր ՀԿ-ները, որը հիմնադրել է կենտրոնը, բայց մենք անում ենք ամեն ինչ, որ երիտասարդական կենտրոնները իրենց մարդկային ինստիտուցիոնալ կարողություններով զարգանան եւ իրենց ուրույն դիրք ունենան թե համայնքում, թե հանրապետությունում։ Մենք շնորհակալ ենք ձեզ, որ առավոտը մեր տաղավարում եք ու կարևոր նախաձեռնության մասին, որը կրթական ոլորտն է ներկայացնում, կիսվեցիք մեզ հետ ու մանրամասն տեղեկություններ նաև հաղորդեցինք բոլոր մեր երիտասարդ ընկերներին։ Շնորհակալ ենք ձեզ, օրվա լավ շարունակություն, մնացեք մեզ հետ, սա առավոտ լուսոնը, մենք շարունակում ենք։